Ուրեմն ժողովուրդ ջան, այսօր սրտիս մի թեմա է հասունացե, որը ծննդոցից մինչև հայտնություն այս գաղափարը Աստված միշտ ուզում է իր ժողովրդին տա։ Աստված միշտ ուզեցավ մարդկությանը մինչև այսօր մեզ կանգնացնի այդ ճանապարհի վրա։ Ինչ նկատի ունեմ։ Ուրեմն մեր Տեր Հիսուս Քրիստոսը Ղուկասի ավետարանի 13-րդ գլխում այսպես զրուցում է ժողովրդի հետ, ու այնտեղ մի դրվագ կա, եթե կհիշեք, այդ ժամանակահատվածում երկու դժբախտ դեպք են պատահել։ Մեկը Սիլոմավի աշտարակն էր փլվել, տակը 18 հոգի էին մնացել մահացել, իսկ մյուսը Պիղատոսը տաճարում մարդկանց արյունները խառնեց զոհաբերված կենդանիների արյունների հետ, ու այս մարդիկ Հիսուսի հետ զրուցելու ընթացքում այնպես համոզված էին, որ նրանք, ովքեր մահացան, ավելի մեղավոր էին, քան իրենք։ Եվ Հիսուսը այստեղ ամեն դեպքի համար ասում է, կարծում եք, թե այն գալիլացիներն ավելի մեղավոր էին, քան այն մնացածը, չէ, ասում եմ ձեզ, բայց եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Նույնն էլ, նույն նախադասությունով էլ կարծում եք են Երուսաղեմում 18 հոգին ավելի մեղավոր էին, քան մնացած Երուսաղեմի բնակիչները, ոչ ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, բոլորդ էլ պիտի կորչեք։ Ժողովուրդ, այսպես շատ խիստ ուղիղ խոսք, որ մեզ մանավանդ քրիստոնյաներիս պիտի զարթնացնի, պիտի արթնացնի, իսկ այն մնացածին էլ տանի դեպի ապաշխարության։ Սա ես վստահ եմ, Հիսուս չի ասում, որ ինչ-որ մեկից վախեցնելու համար, այլ զգուշացնում է։ Զգուշացնում է, որ ճանապարհը սա է, եթե ուզում եք փրկվեք, եթե չէ, պիտի բոլորդ էլ այդպես կորչեք։ Ծնողներն էլ չէ, իրենց երեխեքին զգուշացնում են ամեն մի վտանգի դեպքում։ Հիմա ուզում եմ մի քիչ խոսամ, թե ինչ է այդ ապաշխարությունը, որ բացում է երկնքի արքայության դռները։ Ես վստահ եմ, բոլորս էլ ամեն մեկս շատ լավ գիտենք, թե ինչ է իրանից ներկայացնում ապաշխարությունը, բայց այսպես անցնենք մի թեթև։ Ուրեմն ապաշխարությունը հունարեն բնագրում, գիտեք, մեթանոյա բառն է, որ ուղղակի թարգմանությամբ նշանակում է մտքի փոփոխություն։ Եթե կուզեք մտքի նորոգություն, պետք է ուղղակի այն պահն, որ մարդը 30, 20, 15, 40, 50 տարեկանում կանգ առնում, հասկանում, որ իր ապրած կյանքը, իր բառերը, մտքերը, խոսքերը ուղղակիորեն Աստծուն հակառակ ընթացք ունեն։ Ու կանգ առնում, ուզում է հասկանա ինչ է ապաշխարությունը եւ ապաշխարի ու Աստծուն գա։ Բայց կան այդպիսի մարդիկ, ժողովուրդ ջան, որ շատ կարճած են այս աշխարհից։ Շատ կարճած։ Ու ասեմ ձեզ, այստեղ կապ չունի ինչ հարստության են տիրում, ինչքան գումար կա, կապ չունի, ասում եմ վստահորեն։ Այդ մարդկանց հոգում լինելու է դատարկ տեղ, չի լինելու խաղաղություն, չի լինելու հանգստություն, ու այդ մարդիկ միշտ աշխատելու են այդ դատարկ տեղը լցնեն այս աշխարհի հաճույքներով։ Ամբողջ աշխարհն էլ տան այդ մարդուն, այդ տեղը չի լցվելու, որովհետև այդ տեղը միայն Աստծո համար է։ Աստված որ մարդուն արարեց, այդ տեղը թողեց իր համար։ Բայց եթե մարդ այդ իր դատարկությունը լցնում է Աստծով եւ Աստված է ունենում, ինչ ենք ասում այս դեպքում, երբ մարդ Աստված ունի, ամեն ինչ ունի։ Ամեն։ Ու այս տեսակի մարդիկ արդեն սկսում են սգալ իրենց մեղքերի համար։ Արդեն սկսում են պատերազմել, կռվել իրենց յուրաքանչյուր մեղքի համար։ Ու այստեղ հիշեցի Երանին, չէ, Երանի սգավորներին պիտի մխիթարվեն։ Ուրեմն 5 կտակարանից Եզեկիելի մարգարեությունից 18-րդ գլխից մի հատված կարդամ։ Ուստի ձեզնից յուրաքանչյուրին, մեզանից յուրաքանչյուրին, ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու։
Ով Իսրայելի տուն, ասում է ամենակալ Տերը, դարձեք եւ հետ կանգնեք ձեր բոլոր անբրշտություններից եւ անիրավության համար տանջանքների չեք մատնվի։ Դեն նետեք ձեզանից ձեր բոլոր անբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ։ Ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի դրեք։ Իմ բոլոր պատվիրանները կատարեք, ինչու մեռնեք։ Ով Իսրայելի տուն, ասում է Տերը, քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում, ասում է ամենակալ Տերը, այլ այն, որ իր չար ճանապարհներից ետ դառնա ու իր հոգին փրկի, արդ դարձի եկեք ու ապրեք։ Ամեն։ Ժողովուրդ ջան, էլ ոնց ասի։ Աստված ոնց զգուշացնի։ Այստեղ ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ ամեն մեկիս դատելու է մեր բռնած ճանապարհի։ Թե մենք ինչ ճանապարհով ենք քայլում, նեղ ճանապարհով, որը տանում է փրկության, թե լայն ճանապարհով։ Ու ինչպես խոսքն էլ ասում է, ժողովուրդ ջան, Տերը այսպես խիստ կանգնած չի, որ բոլորից դատի։ Տերն ուզում է մեզ ների, որ փրկվենք։ Ու այստեղ շատ հստակ ասեմ, ապաշխարությունը այսպես զգացմունքային գործողություն չի, էլի, որ մի հատ լավ քարոզ լսեցիր, այսպես լավ եղբորը լսեցիր ու որոշեցիր ապաշխարես։ Չէ։ Դա շատ գիտակցված, շատ խիզախ, ես միշտ ասել եմ, քրիստոնյաները ամենաուժեղ մարդիկ են։ Կամքից, հոգով եւ ինչու՞ չէ նաեւ ֆիզիկապես։ Սա խիզախ որոշում է, մտածված կամային որոշում է ապաշխարել նշանակում է, եթե մի ժամանակ աշխարհի հետևից ես գնում, այսպես շրջվում ես, հիմա դեպի Աստված ես գնում, 180 աշճանի տակ փոխվում է քո մտածելակերպը, քո բառերը, քո ապրելակերպը։ Իսկական ապաշխարություն մի քանի գործողություններ կա, որ պիտի անենք, ժողովուրդ ջան։ Առաջինը, նախ, եթե մարդ հիվանդ է լինում, եթե չընդունի, որ ինքը հիվանդ է, բժշկի չի գնա։ Այսինքն, եթե մարդ չի զգում, որ ինքը մեղավոր մարդ է, նա կյանքում ապաշխարության մասին չի մտածի։ Այսինքն, այստեղ պիտի առաջինը գիտակցությունը գա, որ մենք մեղավոր ենք ու կարիք ունենք Աստծուն, որ Աստված մեզ ների։ Ամենակարևոր քայլերից երկրորդը պիտի նաև խոստովանենք։ Պիտի խոստովանենք այդ մեղքերը, որ մենք հասկացանք, որ ունենք։ Առաջին Հովհաննես 1:9 ասում է, եթե խոստովանենք մեր մեղքերը, նա հավատարիմ է եւ արդար, մեր մեղքերը ներելու եւ մեզ ամեն անօրենությունից մաքրելու համար։ Այսինքն Եզեկիելի մարգարության մեջ ասածն է, չէ՞, որ վերացրեք ձեր անօրենությունները, ոնց խոստովանեք։ Եվ Տերը արդար է ու կների մեզ։ Եվ երրորդը հատուցում, եթե մեր գործողությունների հետևանքով մենք մեր ծանոթներից, բարեկամներից ինչ որ շահույթ ենք ունեցել, խաբել ենք, 1-ին 2, 3 հատուցում։ Եվ վերջում գալիս է ներումը։ Ու այստեղ մեջ կբերեմ Հովհաննես Մկրտչի ասածը, որ ասում էր ապաշխարությանը արժանի պտուղներ բերեք։ Պտուղ տվեք։ Այսինքն եթե մարդը ասեց ապաշխարել եմ, բայց նայում ես այդ մարդու կյանքին, ոնց ապրել է, դա տենց ապրում է։ Բա ես հավատում եմ, ես ապաշխարել եմ։ Այսինքն ապաշխարությունը պիտի բերի իրական փոփոխության։ Չէ՞, պտուղ պիտի լինի։ Եթե պտուղը չկա, մնում է զուտ բառերի վրա։ Ախյա Հիսուսը տենց ժողովուրդ խիստ ասում, էլի, եթե չապաշխարեք, բոլորդ էլ պիտի կորչեք։ Շատ լավ գիտենք, Պողոս առաքյալը հռոմեացիների նամակին ասեց, չէ, մեղքի վարձը մահն է։ Շատ կարևոր է այստեղ հասկանանք, ժողովուրդ ջան։ Ուրեմն մեղավոր մարդը Աստծո արքայություն չի մտնելու։ Սա հստակ հասկանանք, որովհետև մեղքը սրբություն չի մտնում, այլ սրբություն է մտնում նա, ով իր կյանքում ապաշխարության միջոցով իրեն մաքրում է։ Ինչ ենք ստանում ապաշխարություն ընթացքում։
Ժողովուրդ ջան, ստանում ենք ներում, Աստված մեզ ներում է մեր բոլոր մեղքերը, Աստված ջնջում է մեր անցյալի բոլոր մեղքերը, ստանում ենք խաղաղություն մեր ներսում, եթե առաջ ինչ-որ սխալ քայլ, ինչ-որ մեղք էինք անում, աշխատում ենք դա ոչ մեկ չիմանար, չէ, մարդը շատ հնարամիտ է, ամեն ինչ անում է, որ ինչ-որ մի բան չիմացվի, այս դեպքում մենք ուղիղ գնում ենք Աստծո մոտ, մենք չենք թաքցնում, բերում ենք լույսին, խոստովանում ենք, եւ վերջի վերջո ժողովուրդ ջան, դառնում ենք Աստծո զավակներ, չէ, որդեգրություն ենք ընդունում եւ երկնքի արքայության ժառանգորդներ ենք դառնում, սա է տալիս մեզ ապաշխարությունը, ու եթե այս ամբողջը տեղի է ունենում, այս իմ սիրած պահերից մեկն ասում է Էլի Ղուկասի ավետարանում, այդպես էլ ուրախություն է լինում Աստծո հրեշտակների առաջ, մեկ ապաշխարողի համար։ Այսինքն, եթե մեկ հոգի պատկերացրեք ապաշխարում է, երկնքում ինչ ցնծություն է լինում հրեշտակների համար։ Աստծո հրեշտակները ուղղակի ցնծում են։ Լավ, եկեք մի քիչ խոսանք, թե ինչ է այդ արքայությունը։ Դե, ասենք, արքայության մասին այդպես շատ բաներ գրված չի Աստվածաշնչում, բայց ինչքանով որ կարող ենք հասկանալ։ Որովհետև Ղուկասի 17:20-ը կարդամ։ Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե երբ պիտի գա Աստծո արքայությունը, նա պատասխանեց եւ ասեց. Աստծո արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծո արքայությունը ներսում ձեր մեջ է։ Ժողովուրդ ջան, ուրեմն ձեր ներսում ձեր մեջ է, այստեղ պիտի մի քիչ կանգ առնենք։ Եթե մեր սրտում տիրում է Հիսուսը, ուրեմն այդ արքայության թագավորը տիրում է նաև մեր սրտում։ Եթե մենք աշխատում ենք ապրենք Հիսուս Քրիստոսի պատվիրաններով, ուրեմն այդ թագավորությունն եկել է, ուրեմն մեր մեջ է։ Այստեղ չմոռանանք, որ Հիսուս խոսում էր փարիսեցիների հետ։ Ու փարիսեցիները գիտեք, որ այն ժամանակվա համ խոսքը լավ գիտեին, համ ամեն ինչ լավ գիտեին, ու Հիսուսն ասում է. Աստծո արքայությունը մի փտրեք եսին որտեղ։ Ձեր ներսում է, ձեր մեջ է, ձեր կողքն է, ուրիշ մի խոսքում էլ հեսա կանդրադառնամ դրան, ասում է մոտեցել է։ Այստեղ երկու բացատրություն կա, երկուսն էլ աստվածաբանորեն ճշմարիտ են։ Ուրեմն ձեր մեջ է հունարեն բառը, որը բնագրում գրված է, էնթոս բառն է գրված։ Էնթոս ձեր մեջ է, ձեր կողքին է։ Ուրեմն առաջինը ձեր մեջ է, այսինքն մեր սրտի մեջ է, ներսն է։ Ու չփնտրենք այստեղ, չէ, ինչպես Հիսուսն ասեց, այնտեղ մեր սրտի մեջ է։ Ոնց կառուցենք մեր սրտի մեջ այդ արքայությունը։ Ոնց ունենանք մեր սրտի մեջ այդ արքայությունը։ Ուրեմն մի քանի այսպիսի գործնական քայլեր։ Ու ասեմ ձեզ, իմ համար այս նյութը պատրաստելուց ավելի շատ կարևոր է այս ներքին պատրաստությունը, քան այն արտաքինը, որ դրա մասին էլ կխոսեմ։ Ժողովուրդ, եթե Աստծո արքայությունը մենք փնտրում ենք ու այդ հավիտենականությանը ուզում ենք ձգտենք, պետք է սկսենք մեր ներսի, մեր սրտից կառուցել այդ արքայությունը։ Ինչ նկատի ունեմ։ Մենք պետք է այնպես ապրենք, որ այդ Աստծո խաղաղությունը մեր մեջ լինի։
Մեր մեջ եթե եղավ այդ խաղաղությունը, այդ սերը, այդ Աստծո ճշմարտությունը, ուրեմն պիտի երևա մեր միջոցով Աստծո արքայությունը, որ արդեն մոտեցել է ու այստեղ է։ Ոչ թե սենց նստենք, ասենք, հա, մի ժամանակ գալու է, ինչ որ մի ժամանակ ապագայում երկնքի արքայությունը գալու է։ Չէ, երկնքի արքայությունը մենք հենց հիմա պիտի ապրենք։ Հենց հիմա, հենց այստեղ երկրի վրա։ Ինչ նկատի ունեմ։ Եթե մենք մեզ մեկը վիրավորում ու բարկացնում, մենք ոնց ենք հարցագանքում։ Այսպես մի անգամից, չէ, վրդովված մեկին 10 պատասխանում ենք, թե ավելի խաղաղ ու ավելի հանգիստ ենք։ Ժողովուրդ ջան, արքայությունը սկսում է այն պահին, երբ մենք ընտրում ենք խաղաղությունը, ոչ թե բարկությունն ու պատերազմը։ Իսկ ինչպես ենք մենք վերաբերվում մարդկանց հետ հարաբերության մեջ։ Կարողանում ենք, ես ինչ շատ եմ այս հարցը տվել, այս կետերի հետ, կարողանում ենք ինչ-որ մեկին անշահախնդիր օգնել։ Մեկին օգնել, ծանոթ, բարեկամ, հարևան կապ չունի, որ դիմացը ոչ մի բան չսպասել, ուղղակի անշահախնդիր մարդուն օգնել։ Իսկ կարողանում ենք մարդկանց ուղղակի արագ չդատենք։ Մի վայրկյան կանգ առնենք, մի հատ հասկանանք, մի հատ այդ մարդուն փորձենք հասկանալ։ Ժողովուրդ ջան, եթե մենք ապրում ենք այդ Աստծո սիրով, այդ Աստծո պատվիրաններով, Աստծո արքայությունը դառնում է տեսանելի մեր միջոցով։ Ու այստեղ շատ կարևոր եմ համարում, մանավանդ քրիստոնյաների համար, ընդհանրապես բոլորի համար էլ այս աղոթքի կյանքը։ Մենք այս ամբողջը մեր ներսի արքայությունը մենք կարող ենք այդ արքայության թագավորի հետ ուղիղ կապով 24 ժամ օրվա մեջ, այդպես բան որտեղ եք լսել, որ թագավորի հետ ուղղակի կապ ունենաս 24 ժամ։ Ինչ խնդիր, որ պահին, երբ լինի, դու կարող ես կապնվել թագավորի հետ ու քո խնդիրները բարձրաձայնել, խոսալ եւ իհարկե ստանալ առաջնորդություն Սուրբ Հոգուց, թե ինչպես վարվել։ Ժողովուրդ ջան, ամեն Աստծո օր մենք կանգնած ենք ընտրությունների առաջ։ Մենք ընտրություններ ենք անում, չէ՞։ Սուտ խոսանք, թե ճշմարտությունը ասենք։ Եսասիրություն, թե մարդասիրություն։ Որն ենք ընտրում, չարություն, թե բարություն։ Ամեն ճիշտ ընտրության ժամանակ մենք այն արքայության փոքրիկ քարը դնում ենք։ Մեր մեջ սրբելով, մաքրելով ու այդ արքայությունը կառուցելով։ Եկեք Աստծո արքայությունը սկզբից փնտրենք մեր ներսում, հետո նոր դրսինը ման գանք։ Ժողովուրդ ջան, եթե մեր ներսը փոխվում է, մենք սկսում ենք արդեն մարդկանց նայել ուրիշ աչքով։ Այս աշխարհին նայել ուրիշ աչքով։ Եվ իհարկե խնդիրներին եւ այն խնդիրներին, որ կա, արդեն նայում ենք լրիվ ուրիշ ձևի, ուրիշ անկյունից։ Այս բոլորին մենք կարող ենք հասնել միայն ու միայն ապաշխարություն եւ ապաշխարության կյանք ապրելով։ Ժողովուրդ ջան, Մատթեոս 13-րդ գլխում այսպես առակների մի շարան է, որ Հիսուս խոսում է, ինքան հետաքրքիր է առակների հերթականությունը, այնտեղ գալիս է սերնացանի առակը։ Բոլորս շատ լավ գիտենք, չէ՞, խոսում է մարդկանց սրտերի մասին, թե ինչպես է ընդունվում Աստծո խոսքը։ Հետո գալիս է որոմների առակը։ Այս սրանք բոլորը կապված են Աստծո արքայության հետ, թե մարդ ինչպես պիտի կառուցի, ինչպես պիտի այդ ճանապարհը անցնի հասնելով այդ արքայության։ Չէ, որոմների առակը, չէ, բարի սերմերը եւ որոմները չարը եկավ, խառնեց այդ սերմերը, բայց Տերը միանգամից չի ոչնչացնում, այլ սպասում է մինչև աշխարհի վերջը։ Մանանեխի հատիկի առակը, թթխմորի առակը, թանկարժեք մարգարիտի առակը, ժողովուրդ ջան,
մենք 10 գույսերի առակը շատ լավ բեմադրեցինք, չէ, հիշում եք, այս բոլորը մեզ Հիսուս առակների միջոցով ուզում է բացատրի, թե ինչ է իրանից ներկայացնում երկնքի արքայությունը մարդու ներսում։ Տաղանդների առակը 25-րդ գլխում, որ այդ տաղանդները, որ Տերը տվել է յուրաքանչյուրիդ, ժողովուրդ ջան, էդի մենակ ձերը չի, տվեք մարդկանց։ Եվ ինչու էր հենց առակներով խոսում, այսօր ունեցանք այդ թեման, նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը, հասկանան արքայության այս խորհուրդները, իսկ նրանք, ում սիրտը փակ է, լսելու են, բայց չեն հասկանալու։ Ժողովուրդ ջան, բայց նաև հասկացանք, սկզբից ուշադրություն դարձնենք Աստծո արքայությունը մեր ներսում, մեր սրտում կառուցելու համար, փոխվելու համար, ապաշխարելու, բայց մենք շատ լավ գիտենք, որ գոյություն ունի նաև մի վայր, որտեղ չկա ցավ, չկա մահ, չկա անարդարություն, այդ այն վայրն է, ժողովուրդ ջան, որ ինչ որ մի ժամանակ մենք կանգնելու ենք դեմ առ դեմ Աստծո առաջ։ Բայց նորից եմ ուզում ասեմ, բայց եթե մենք ապրել ենք ապաշխարության կյանք, եթե մաքրվել ենք ապաշխարությունով, կանգնելու ենք Հիսուսին դեմ առ դեմ։ Ու ժողովուրդ ջան, ապաշխարությունը այն դուռն է, որ բացում է երկնքի արքայության։ Բանալին ասեմ, որ բացում է դուռը։ Ու այդ դռնից մտնելով մենք չենք կարա մեր հետ, մեր ուսերին, մեր ջեբերը, չգիտեմ որտեղ, մեր հպարտությունը, մեր եսասիրությունը, մեր նախանձը, մեր գոռոզությունը, մենք այդպես չենք կարա մտնենք։ Այսինքն մինչև այստեղ պիտի սարքենք, որ պատրաստ լինենք արքայություն մտնենք արդեն մաքուր սրտով։ Եվ շատ լավ գիտեք, Հովհաննես Մկրտիչն էլ, Հիսուսն էլ իրենց քարոզչությունը սկսելու ամեն առաջին նախադասությունը սա է եղել։ Ապաշխարեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Ժողովուրդ, նորից եմ շեշտում, այնքան շատ է այս բառը, դարձի եկեք ու ապաշխարեք, որովհետև միակ արքայություն մտնելու ճանապարհը ապաշխարության կյանք ապրելն է։ Այո, եւ դրան առաջ պիտի թողենք այդ բոլոր մեր խնդիրները, նոր մտնենք արքայություն։ Բայց եթե մարդ չի ապաշխարում, ժողովուրդ ջան, այդ իր որոշումն է։ Աստված չի զրկում, Աստված չի վռնդում, Աստված չի կամենում, այլ մենք ինքներս մեր հոժար կամքով մեզ զրկում ենք արքայությունից, չապաշխարելով։ Մեղավոր մարդը չի մտնելու, ժողովուրդ ջան, ես սա ուզում եմ ասեմ ու հայտարարեմ, որ այնքան լավ մարդիկ կան, այնքան լավ բարի մարդիկ կան աշխարհում, իրոք կան, բայց չեն ապաշխարում, չունեն ապաշխարության կյանք։ Ես ցավում եմ բոլորի համար։ Ու ես վերջերս մի 2-3 շաբաթ առաջ շատ հարազատ մոտիկ մարդ կար, վաղուց չէի տեսի, ասեցի գնամ, համ կտեսնեմ, համ կզրուցենք, համ էլ մի քիչ Հիսուսի մասին կխոսեմ։ Զրուցեցինք, դեսից դենից մի ժամ ու կես եւ վերջում ասե եղբայր, ուզում եմ պատմեմ, թե Հիսուս իմ կյանքս 180 աշճանի ոնց փոխեց։ Ասեց, եղբայր, ես իմ կյանքս չեմ ուզում փոխեմ։ Ասի, երևի դու շատ բան գիտես։ Ոնց կամենաս, ոնց կուզենաս։ Իմ կարծիքով սխալ ես անում, բայց դե որոշումը քոնն է։ Հիմա այդ մարդը վատ մարդ էր, չէ, իհարկե չէ, հարազատ մարդ է, բայց չի ուզում փոխվի։ Իսկ այտենց չի մտնելու արքայություն։ Սա է ընդամենը։ Ժողովուրդ ջան, դե ուզեցա այդ կապը հասկանանք
որ բոլոր քրիստոնյաները ձգտում են այդ երկնքի արքայությանը, այդ հավիտենականությանը, ճանապարհը որն է։ Ուղղակի հասկանանք, որ քրիստոնյայի համար միակ ճանապարհը ապաշխարությունն է, միակ ճանապարհը։ Ես վերջերս եմի ձայլոց նորից մի հատ բան ասեմ, ինձ մեղադրեցին ինչ-որ մի մեղքի մեջ, որ խոստովանել էի, ասել էի, այս մեղքից հələ չեմ կարող ազատվեմ, էլի, պայքարում եմ, հա, այսպես, բայց ոնց, այտենց պարտաճանանչ եկեղեցի ես գնում, ու Աստծո պատվիրաններն էլ չես կատարում, ասեցի, ես քեզ ավելին ասեմ, այդ մեկը չի, շատ բաներ կա, որ ես Աստծո պատվիրանները չեմ կատարում, խախտում եմ, դրա համար եմ ընտրել եկեղեցին, ապաշխարության կյանքը, որ կարողանամ մաքրվեմ այդ մեղքերից։ Ոչ թե նստեմ ինչ-որ քրոջ ու եղբորին ասեմ, դու ես, դու ես, չէ, մեկս մեկին պիտի օգնենք, որ այդ մեղքերից ազատվենք, որովհետև մենք հասկանում ենք ճանապարհը այդ մեկն է, ապաշխարության ճանապարհը։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ բոլորիս ներկաներին հայտարարեմ, ասեմ, մի վախեցեք ձեր թերություններից, ձեր մեղքերից, ձեր սխալներից, Աստված ոչ մի անգամ, Հիսուս Քրիստոս ոչ մի անգամ չի փնտրել այն կատարյալ սրբերին, միշտ էլ գործել է մեղավոր մարդկանցով, Աստված փնտրում է մենակ անկեղծ ու խոնարհ սրտեր, եթե ինձ հարցնեք, բա երբ է այդ ապաշխարության ժամանակը, երբ է հասունանում, եթե այս հարցը ինձ տան, ես առանց մտածելու կասեմ այս վայրկյանին, եթե մարդն ասում է չեմ ուզում փոխնեմ, փոխվեմ, մի քիչ իրան ժամանակ ունի դեռ, բայց եթե մարդն արդեն գալիս է այն տեղը, որ արդեն ընտրում է հասկանա ժամանակը երբ է, վաղը չի, հենց այսօր, հենց հիմա ու հենց այստեղ։ Ժողովուրդ ջան, ու այս քարոզը պատրաստելուց, այսպես Աստված ընենց մի բան դրեց սրտիս մեջ, որ ուզում եմ ձեր բոլորի հետ կիսվեմ, որ ես այսօր ուզում եմ բոլորին կոչ անեմ ապաշխարության աղոթքի։ Բոլոր ներկաներին, բոլոր այն մարդկանց երբևիցե ինձ գդիտեն, եթե գդիտեն, կլինի 1 տարի, 2 տարի, 3 տարի, չգիտեմ ինչքան ժամանակ կանցնի, որ այս խոսքերս կլսեն, ես կոչ եմ անում բոլորին ապաշխարության։ Եկեք միասին մեր կյանքը տանք Հիսուս Քրիստոսին։ Կխնդրեմ բոլորիս ոտքի կանգնենք։ Կխնդրեմ փակենք բոլորս մեր աչքերը։ Կուզեք իմ բառերով, կուզեք ձեր բառերով։ Տեր Աստված, ամենակարող եւ ամենաողորմած Տեր, ահա եկել ենք, կանգնել ենք քո սուրբ երրորդության առաջ, մեր հոգով, խոնար ու բարձ սրտով Տեր, կանգնել ենք քո առաջ, եւ դու ես Տեր, որ մեզ ճանաչում ես ավելի լավ, քան ես ինքս ինձ Տեր, եւ քո առաջ ոչինչ չկա թաքնված, խոստովանում եմ Տեր, բոլոր իմ մեղքերը, խոստովանում եմ Տեր, որ բազում մեղքեր եմ գործել, Հիսուս, աղաչում եմ քեզ Տեր, սրբիր եւ մաքրիր Տեր, սերմանիր իմ հոգում այն, ինչը քոնն է Տեր, արմատախիլ արա իմ ներսից ինչը քոնը չի Տեր, եւ սովորեցրու ինձ լաց լինել իմ մեղքերի համար, որպեսզի կարողանամ ուրախանալ քո ճշմարտությունով եւ արդարությունով։ Հիսուս, մաքրիր ինձ բոլոր մեղքերից, որոնք ծանրացել են հոգուս վրա այս տարիների ընթացքում, քանդիր իմ մեջ հպարտության պատերը, Տեր իմ,
Հանդիր այն հպարտության պատերը, որը խանգարում են դեպի քեզ գալուն։ Հիսուս Քրիստոս, դու որ խաչվեցիր իմ մեղքերի համար, հարություն արար իմ կյանքի համար, տուր ինձ նոր սիրտ, տուր ինձ նոր միտք, տուր ինձ նոր կամք, ապրելու ոչ թե ինձ համար, այլ ապրելու քեզ համար։ Եվ թող իմ ապաշխարությունը Տեր, չլինեն լոկ խոսքեր, այլ բերեն իրական կյանքի փոփոխության։ Եվ թող իմ արարքները, գործերը Տեր, վկայեն ինչ լեզուս խոստովանում է։ Եվ թող իմ կյանքս Տեր, դառնա լուր աղոթք, քո փառքի համար Տեր, ողորմած Տեր, Հիսուս Քրիստոս, մի հեռացրու ինձ քո սուրբ երեսից Տեր, այլ թող որ քո ողորմությամբ ապրեմ, քո ճշմարտությամբ քայլեմ և քո սիրով հասնեմ հավիտենական կյանքի։ Հիսուս Քրիստոսի անունով, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից, ամեն։ Ժողովուրդ ջան, եղեք օրհնված։